Տիկին Տոնոյան հաստատի գործողությունները մեկնարկեցին հենց Բարգավաճ Հայաստան կուսակցության, այսպես ասած, թիրախավորումից հետո ընդդիմությունը ցույց տվեց, որ այս հարցում միասնական է։ Կտեսնենք ընդդիմության միասնականությունը նաև այլ պրոցեսների ժամանակ։ Տեսեք, երբևէ ենթադրություններով ու կանխատեսումներով չեմ առաջնորդվել, այս դեպքը եւս բացառություն չի լինելու, բայց ամենայն դեպս մենք հունիսի 7-ին հաջորդած ամբողջ ժամանակահատվածում տեսել ենք, որ ընդդիմությունը բավականին կառուցողական ու համակարգված միասնական դաշտում աշխատանքներ է տանում, Այն ինչ որ տեղի ունեցավ հունիսի 7-ին, բոլոր են թվաբանական մանիպուլյացիաները եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իրականացված աճպարարությունները, որին ականատես է եղել ցավոք սրտի ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, որովհետեւ մենք շատ հաճախ այսպես ներքին լսարանի, ներքին օրակարգից ստանում ենք տարատեսակ գնահատականներ, ահազանգեր, բայց իսկապես ես որպես հայ մարդ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի մարդկանորեն ցավ եմ ապրում, երբ նաև տարբեր միջազգային կառույցներից, արտերկրի ներկայացուցչություններից եմ լսում Հայաստանի կոնկրետ այս պարագայում ոչ ժողովրդավարական եւ ոչ լեգիտիմ ընտրությունների անցկացման գործընթացի հետ կապված։ Հիմա այս դեպքում այո, տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժեր, մասնավորապես խոշորագույն ընդդիմադիր քաղաքական ուժեր, միասնական օրակարգով դիմել են Սահմանադրական դատարանին, Բարգավաճ Հայաստան կուսակցության հայցը առանձնանում է նաև նրանով, որ բացի ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջից մենք նաև դիմել ենք մանդատների վերաբաշխման գործընթաց իրականացնելու համար, որովհետև Սահմանադրական դատարանին վերապահված է այդ գործառույթը եւ եթե այդ 3 ընտրատեղամասերում ընտրությունների անվավեր ճանաչման գործընթացը հակասահմանադրական ճանաչվի, ապա ավտոմատ կերպով իրականացվելու է մանդատների վերաբաշխում, բայց կրկնում եմ, որ այստեղ խնդիրը բացարձակ ու ամենևին բազմիցս ասել եմ, բայց ուզում եմ եւս մեկ անգամ կրկնվել, որ խնդիրը ամենևին մանդատներ ձեռք բերելուն չի վերաբերվում եւ բացարձակապես Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայությունը խորհրդարանում ապահովելու համար չէ այս պայքարը։ 3 ընտրատեղամասերում ընտրությունները անվավեր ճանաչելու գործընթացը բազմաթիվ հակաօրինական ու հակասահմանադրական դրսևորումներ ունի, մասնավորապես եթե այս մասով Սահմանադրական դատարանը դրական որոշում չկայացնի, ասել է թե եթե կոնկրետ այս տեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելը հակասահմանադրական չորակվի եւ մանդատների վերաբաշխում չիրականացվի, որևէ դեպքում իշխանությունը կաշկանդված չի լինելու, ասենք օրինակ հաջորդ արտահերթ կամ հերթական խորհրդարանական ընտրությունների ժամանակ, օրինակ 50 տեղամասերի ընտրությունները անվավեր ճանաչի նույն սկզբունքով, այն տեղամասերի, որտեղ արդյունքները իրենց չեն գոհացնի եւ որոնք որ կրկին անգամ կունենան էական ազդեցություն ընտրությունների ելքի վրա, կրկին անգամ անվավեր ճանաչեն, որտեղ եթե սա իրենք մարսեն, այս տեղամասերում ընտրությունների անվավեր ճանաչման գործընթացը մարսեն, ապա կարծում եմ որևէ դեպքում սա շատ վատ նախադեպ է լինելու հաջորդող բոլոր ընտրությունների համար։ Ես առավոտյան ասել եմ, ուզում եմ եւս մեկ անգամ կրկնել, որ ամեն դեպքում, ինչպես հունիսի 7-ին հաջորդող օրը հայտարարել ենք, մենք բոլոր իրավական եւ օրինական գործիքներն ու գործիքակազմերը օգտագործելու ենք այս արդարության վերականգնման համար եւ ես ուզում եմ հավատալ, որ անկախ ամեն ինչից արդարությունը դեռևս վերջնականապես չի մահացել Հայաստանի Հանրապետությունում։ Սահմանադրական դատարանը մերժի միջնորդությունները, ըստ էության ինչ քայլեր եք ձեռնարկել։ Տեսեք, մենք նման օրակարգ այս պահին չունենք եւ նման քննարկումներ չունենք հաջորդող քայլերի հետ կապված, որովհետեւ մենք սպասում ենք հուլիսի 4-ի Սահմանադրական դատարանի որոշմանը։ Ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը, դա մեծապես ազդեցություն կունենա հետագա բոլոր քայլերի իրականացման գործընթացում։ Այս դեպքում, ինչպես ասում են, գնդակը Սահմանադրական դատարանի խաղադաշտում է եւ հետագա բոլոր զարգացումները եւ հետևանքները եւս բխելու են կայացված որոշումից։